քարշ էր տալիս հետը աշնանային այգի, խարույկի ծուխը շնչելու։ Հետո ես արդեն մենակ էի գնում։ Նստում էի մշտապես դատարկ նստարանին, հիմա այն ինչ որ անհետացել է, մնացել են միայն բազալտե ելուստները, եւ սկսում էի երազել իմ տարիքին հատուկ հիմար բաների մասին։ Դավիթը պատմվածքներ, բանաստեղծություններ ու կինոսցենարներ էր գրում։ Գրում էր ռուսերեն։ Միշտ հանդիմանում էր ծնողներին, որ հայկական կրթություն չի ստացել։ Չաղլիկ էր, դրա համար էլ ծնողները պարի էին տվել, բայց գերադասել էր սպորտը, Արևելյան մարզաձևը։ Առաջի դասարանում մի փոքր կռիվ էր ինչ-որ տղաներից մեկի հետ, եւ երբ որ դասատուն հարցրեց ինչի համար էր այդ կռիվը, ինքը շատ լուրջ պատասխանեց. ես պաշտպանում էի իմ պատիվը։ Դա իր մոտ առանցքային մի գաղափար էր, որ նա պաշտպանի դերում է, որովհետև նա իր մեջ երևի զգում էր այդ ուժը, ներքուստ, որ ինքը ուժեղ է, որ նա պետք է պաշտպանի։ Եվ դպրոցական տարիներում կա եւ բակում եւ դպրոցում նա միշտ պաշտպանում էր թե ֆիզիկապես ճնշվածներին, թե հոգեպես ճնշվածներին։ Но он был в активе всегда. Я помню его таким очень чрезмерно справедливым. Он никогда не терпел вот какого-то подлога, нечестности. Вот. Я имела связь с педагогами, которые ему преподавали, и они очень так о нем говорили. Он пользовался большим авторитетом, уважением как в классе среди своих товарищей, так и среди учителей. Սկսեցին իրեն անվանել դպրոց դասարանի խիղճ, այդպես հետագայում սկսեցին ասել, որ նա դպրոցի խիղճն է։ Եվ այդպես փաստորեն ստացվեց, որ ավելի հետագայում նա դառավ մեր ազգի խիղճը, մեր ժողովրդի խիղճը։ Դավիթի հայրը ճանաչված ճարտարապետ Էդուարդ Սարապյանն է, մայրը հայտնի կիբեռնետիկ գիտնական Էմմա Սարապյանը։ Դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընտրեց մոր մասնագիտությունը, ընդունվեց Պոլիտեխնիկ ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։ Վատ էր տեսնում, բժիշկը խորհուրդ էր տվել չգնալ բանակ, բայց նա թողեց ուսումն ու գնաց Կարմիր բանակ։ Երկար ժամանակ գաղտնի էր պահում, որ ծառայում է Աֆղանստանում։ Կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանը նրա առջև բացեց կինոյի աշխարհը։ Օդեսայի ստուդիան մեծ հաջողությամբ ընդունեց նրա 300 վայրկյան սցենարը։ Դավիթն աշխատում էր ռեժիսորի օգնական։ Վարազդատ թագավոր կոմպյուտերային խաղի համար գրած նրա սցենարը միջազգային մրցանակ շահեց։ Ամեն ինչ թողեց եւ 1990 թվականին գնաց պաշտպանելու իր նախնիների Դանիել Բեկ եւ Պողոս Բեկ Փիրումյանների հողը։ Սարապյան Դավիթին ես ճանաչել եմ 1978 թվականից, երբ որ նա պարապում էր իմ ընկերոջ մոտ, կարատե, Գրիգոր Միքայելյանի մոտ, որն էլ այսօր Հայաստանի ազգային ֆեդերացիայի նախագահն է։ Մենք այս ժամանակ բոլորս ընկերություն ենք անում, միասին պարապում ենք եւ մեր աշակերտներ իրար հետ մրցումների էինք բերում, այն ժամանակ ես ծանոթացա Դավիթի հետ։ Պետք է ասեմ, աչքի էր ընկնում հետեւյալ իր գծերով բնավորության, բավական պարկեշտ, համեստ տղա էր, սպորտի մեջ բավական աշխուժ։ Եվ հետաքրքիր էր, որ ամուր ոգի ուներ։
Ըստ երևույթին այդ մարտական ոգին, որ ինքը այդ մարզումների ժամանակ ստացել էր, շատ լավ ձևով դրսևորվեց Արցախի գոյամարտի ժամանակ։ Ճիշտ է, ինքը եղավ մեր առաջին նահատակներից, զոհերից, որ հերոսաբար նետվեց մարտի դաշտ, բայց այդ ոգով գնաց, հայ մարտիկի ոգով գնաց, առանց մտածելու ինչ կլինի։ Вот все 10 человек, они почти что разные, но я, так грубо говоря, делил на 3 категории. Это на активных, на которые можно, пассивных, да, которые, ну, туда-сюда. И 3-ю группу я обозначал, ну, так, знал, что они подвержены каким-то идеям, которые им надо было в Карабахе присутствовать ради чего-то. Знаешь, они приехали, чтобы потом прийти рассказать, что они были в Карабахе, или магазин здесь, или должность получить, понимаете? Им надо было присутствовать и уехать. Вот из этой группы людей Дев относился с очень активным и мыслящим человеком, который предлагал свои варианты. Было вот такое, значит, решение, которое он предложил и осуществил в итоге. Предложил такой вариант, который я, честно говоря, бы не, как человек военный, бы я ему не позволил бы сделать и не мог бы предложить. Он сказал, я беру 3 человека, иду в тыл и начинаю там, в общем, диверсию. И вот, представляете, турки должны на нас нападать, а он идет туда и начинает бить их. Понимаете, какую панику делают? Вот что такое Дев, понимаете? Կոմանդոսին Դավիթը շատ վտանգավոր գործողություն էր առաջարկել եւ մենակ էլ այն իրագործեց։ Հադրութի շրջանի Տող գյուղը Դևի մորական գյուղն էր, իսկ ադրբեջանցիներն իրենց շտաբը տեղավորել էին նրա պապի տանը։ Դավիթը պայթեցնում է պապի տունը, հետո մի ուրիշ տուն, եւ տպավորություն է ստեղծում, թե ադրբեջանցիները շրջապատված են։ Տող գյուղն այդպես է ազատագրվում։ Ադրբեջանցիների հաղորդագրությունները, որոնք հայերը որսում էին, պնդում էին, որ գրոհն իրականացրել է ավելի քան 1000 հայ։ Ադրբեջանցիները Դավիթին կոչել են ահեղ Դև։ Նրա հետ մարտի դաշտում բոլորը, կարելի ասել բոլորը իրանց շատ ապահով էին զգում, քանի որ նա արտակարգ տիրապետում էր իրավիճակին, սուտ չի լինի ասել, որ նա ուներ երևի 7-րդ զգայարան, նախորոք ինքը զգում էր ամեն ինչը, ինչա կատարվելու նույն ձևի վտանգը, ու շատ դեպքերում դա զգալով ինքը տղաներին փորձում էր հետ պահել վտանգից։ Հերթական անգամ մենք դուրս էինք եկել տարածքի ստուգման, այսինքն հետախուզման, որտեղ մեր հսկողության տակ կար բավականին մեծ տարածք, որտեղ մենք չունեինք դիրքեր։ Հետևաբար մենք անում էինք ոնց է կոչվում, պատրոլի խմբեր էինք դուրս բերում ու վերադառնալու ժամանակ մի անգամ մեր վրա դուրս եկան հակառակորդի 2 ուղղաթիռ։ Մենք Սարի գագաթին էինք գտնվում այդ ժամանակ ու իմ հրամանով բոլորը վազեցին ներքև, քանի որ գագաթը բաց էր, ոչ մի թաքստոց չկար։ Ներքևը կային ծառեր, քարեր, որտեղ հնարավոր էր թաքնվել։ Բոլորը վազեցին ներքև ու ներքևը, միայն ներքևում մենք նկատեցինք, որ Դավիթը չկա։ Թեքվելով մենք տեսանք, որ ինքը մնացել է Սարի գագաթին, պարկած, անմիջապես գագաթի մոտ պարկած, հողի վրա, աննկատ։ Իսկ վերտալյոտները շատ ցածր էին թռնում։ Ու գալիս էին ուղիղ այդ Սարի ուղղությամբ։ Ու բոլորի մոտ այն հիասմունքն եղավ, այն զարմանալի մի հատ իրավիճակ էր, երբ որ ուղղաթիռները մոտիկանալով Սարի անմիջապես գագաթին, Դավիթը տեղից ամբողջ բոյով կանգնեց, ուղղեց ինքնաձիգը ուղղաթիռների ուղղությամբ։
Այդ պահին մի հետաքրքիր բան եղավ, երբ որ ուղղաթիռները միացրեցին իրանց բոլոր լույսերը, ինչ ազդանշանային լույս կա իրանց վրա, չնայած վախեցան, երկուսն էլ փախան։ Մենք հետագայում իմացանք, որ դա հակառակորդ չէր, դա դիտորդներ էին, դրա համար էլ միացրեցին լույսերը, ցույց տալու, որ նրանք մարտական առաջադրանք չեն կատարում։ Մինչև Տիգրան մեծ կամավորական ջոկատ տեղափոխվելը, Դավիթը եղել է Լեոնիդ Ազգալդյանի ղեկավարած ինքնապաշտպանական ջոկատում։ Լեոնիդը Դավիթ հենց ընտանիքի մտերիմն էր, ու մանկուց Դևին սովորեցրել էր քաջ լինել։ Սովորեցնում էր տղամարդու նման լաց լինել, երբեք չցույց տալ լաց լինել, նա ասում էր, որ սովորեցնում էր մտնել մի հատ մի տեղ, որտեղ մարդ չկա, շուտ լաց լինել, շուտ մաքրել աչքերը եւ դուրս գալ։ Իսկ եթե տենց չկար, սովորեցնում էր մտքի մեջ լաց լինել։ Եվ իհարկե Դավիթին այդ դասերը շատ պետք եղան հետագայում, երբ որ նա շատ ընկերներ կորցրեց եւ շատ դժվար օրեր տեսավ։ Չափազանց հարուստ ներքին հոգևոր կյանքով ապրող մարդ էր։ Թվում էր իր մեջ պարփակված։ Մեկ մտնում էր իր մեջ, սուզում էր իր մեջ, մեկ դուրս էր գալի ու այդ ժամանակ մեր համար հայտնագործություններ էին սկսում։ Այդ հոգևոր աշխարհի, ես չգիտեմ ինչ է, գանձը, շատ բարձր բառ է, բայց իսկապես դուրս էր գալի այդ զրույցից հետո հարստացած վիճակում։ Եվ ամենակարևորը, որ զրույցները կատարում էին խտացրած ռեժիմով, պատերազմական պայմաններում, առանց ավելորդ բառերը օգտագործելու խտանում էր այդ ամբողջ, զրույցը կարող է տևեր ամենաշատը 10-ից 15 րոպե։ Ու այդ զրույցները վերհիշելով մի հրաշալի լիցք ենք ստանում այսօրվա համար։ Գյուլիստանի անտառներում, ասենք գիշերները պոստ էին կայնում, ասենք մենակ էինք էլի, եկա իրան փոխեցի, ինքը գնաց, երևի սիրտը չտարավ, որ մենակ է, էլի եկավ հետս 2 ժամ նստեց։ Այ դեպ ջան, այդ հավատանեմ գնա հանգստանալ, չէ, ասում է, իրար հետ կգնանք հանգստանանք հետո։ Շատ բաներ, ասենք, շատ եմ սովորել իրանից, էլի։ Եթե գոնե մեկ անգամ նայեք այդ մարդկանց աչքերին, անհնար կլինի այլևս մոռանալ նրանց մասին։ Դևի այս նախադասությունը վերաբերում է շահումյանցիներին։ Ադրբեջանցիները դաժանաբար սպանում էին ամբողջ ընտանիքներ։ Այստեղ էր, որ նա իրագործեց օղակ օպերացիան։ Դավիթը ռազմական գործողությունների մշակման ու իրականացման բնատուր տաղանդ ուներ։ Շատ մանրամասնորեն էր պատրաստվում մարտին։ Ուսումնասիրում էր տարածքը, ճշտում հակառակորդի խոցելի տեղը։ Դրա համար նրա փոքրաթիվ խմբին հաջողվում էր թափանցել հակառակորդի դիրքեր եւ ուժեղ հարվածացնել։ Զինվորականները կարևորում են հատկապես այս մեկը։ Մարտերից մեկում 4 հոգով հարձակվել են մեծաթիվ հակառակորդի վրա։ Երբ 3 ընկերները վիրավորվել են, Դավիթը 4 жам մենակ կռվել է տասնյակների дем ու դեռ կարողացել է դուրս հանել վիրավոր ընկերոջը։ Люди наподобие Дева, я их знал поименно, и какой отряд, кто отряд и что отряд. И когда сейчас, конечно, гибнут такие люди, как Дев, а рядом есть такие нищенные люди, которые власть имеют, может, бизнес имеют деньги, и начинают описывать, что они совершили какие-то героические подвиги и отнимают вот таких людей. Ну, я такого предательства не могу, иногда мне говорят, что ты подтверди, что я был, да. Ну, ты был с Девом, но не таким же был, как ты Девом. Ես առաջերտին կասեմ որպես մարդ մեծատարով, մարդ տղամարդ, ընկեր, ինչ ասեմ, մեծահոգի, բարի, հումորը անպակաս էր իրենից, այն ամենադժվարին ծայրահեղ վիճակում առաջնարդ իրեն մեջ խոսում էր մարդը, ընկերությունը, կարող էր են, ինչ ասեմ, վերջի են կտուր պշրանքա իրեն զրկել, հանեն ինձ միսների միս ընկերության, դժվար է ինձ համեն խոսել, ինձ խնդրում ներող լինեք, ամեն մի հայ տղամարդ, ամեն մի հայ զավակ, առու զավակ, իմ տղաներն ներկայում ես բանակում, ես կուզեմ առաջնարդ նմավել թող ձեզ համար տարինակ չտվա, Դավիթին հետո նոր իրեն օրի իր ծնողին։ Դավիթը ղեկավարում էր 5-6 մարդուց բաղկացած հատուկ նշանակության խումբը, որն իրականացնում էր ամենավտանգավոր ու ամենադժվար գործողությունները։ Հանդուգն մի ձեռնարկ է համարվում Թոդանի գրավումը, որը նրա վերջին մարտն էր։ 30 հոգով 450 օմոնականների դեմ։
թվականի դեկտեմբերի 10-ին եղավ Շահումյանի շրջանի Թոդան գյուղներ, գյուղը գտնվում էր հակառակորդի ձեռը, հակառակորդի գյուղներ ու որտեղից ռմբակոծվում էին մեր Բուզլուխ, Մանաշի, Դերքեջ գյուղերը։ Նախնական հանձնարարությունը եղել էր գյուղի մոտակա հենակետերը հակառակորդի ոչնչացնել, բայց հենակետերի վրա հարձակումը կատարելուց հետո Դավիթը զգալով, որ գյուղում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, պանիկա է, բոլորը փախնում են, ինքը օգտագործելով այդ պանիկան, առաջի շարժը կատարել է ինքն է շարժվել գյուղի ուղղությամբ, մնացած խումբը իր հետևից ու շատ արագ, շատ հեշտությամբ գյուղը գրավել է, ոչնչացվել է բոլոր կրակետերը ու գյուղը գրավել է։ Դա այն հանձնարարությունն էր, որի մասին ընդհանրապես չէր խոսացվել, ոչ մի բան չէր ասվել, այդ ամեն ինչը եղավ մի ակնթարթում։ Ինքը զգաց իրավիճակը, ես ասում եմ, դա նորից գալիս է իր մարտական փորձը Աֆղանստանում եւ մնացած իր գիտելիքները, մարտական գիտելիքները, փաստորեն դրա հիման վրա ինքը զգաց այդ ամեն ինչը ինչ է կատարվում ու միանգամից հարձակումը շուռ տվեց ուղղությունը ու մտավ գյուղ։ Իր հետևից խումբը գնաց ու գյուղը վերցրեց։ Մնացել էր հակառակորդի մի կրակակետ էր մնացել, գնդացրով աշխատում էին։ Ինքը մի տան պատի տակ բոլոր խումբը նստացրեց հանգստանալու, իբր հանգստանանք, շունչ քաշենք, զենքը լիցկավորենք նորից ու շարժվենք առաջ։ Բոլորը նստելով զբաղվում էին այդ հարցերով, այսինքն դատարկ արդեն պահունակները էլի վերալիցկավորում էին, պատրաստում էին, որ հարձակման են անցնելու ու զգացին, որ Դավիթը չկա։ Փաստորեն ինքը խաբեց խումբը, նստացրեց ու ինքը շարժվեց առաջ մենակ։ Գնաց բոյ գնաց կրակակետի վրա։ Չնայած գնդակը, որը որ հետագայում իր մահվան հարիթը հանդիսացավ, գնդակը իրան ուղիղ չէր կպել, գնդակը կպել էր պատից։ Գնդակը կպել էր պատին, հետո նոր իրան։ Իսկ հակառակորդը նորից չէր կարողացել իրան ուղիղ կրակով խոցել։ Իմ համար այդ մարդը 26 տարեկան չէր նախ առաջ, որովհետև այն մարդը իր կյանքից կարող էին ապրել մի 5-6 հոգի, անգամ իրադարձություններով հարուստ էր, անգամ բովանդակալից էր, մարդ, որը իմաստուն էր արդեն այդ տարիքում, դա եզակի երևույթ է։ Բոլորս կարծես թե նայում ենք իրան որպես մեծահասակի, իրականում ինքը կամ մեր հասակակիցն էր, կամ մեզնից էլ մի բան ջահել էր։ Խոսալու ձևը ամոռանալի է պարզապես։ Խոսքը ձևած, չափած, սերամատությունները ապշեցուցիչ, առնվազն երկշերտ, առնվազն։ Կանայք դևին, ինչ ասեմ, ոչ թե սիրահարվում էին, այլ դևը իրենց համար Աստված էր, եղբայր էր, Աստված էր, չգիտեմ ինչ էր, որտեվ այն տպավորությունը, որը ինքը իր այդ սարսափեցնող արտաքինով իրենց վրա էր թողնում, այսօրվա հեռուստաէկրանի հերոսները հազիվ թե կարողանան թողնել 100-րդ այդ տպավորության, զուտ խոսքով, զուտ վերաբերմունքով, որտեվ կանայք բնազդով են զգում, ասպետին, ազնվականին զգում են։ Ինքը հարցին մոտենում էր այսպես, եթե խնդիր կա, պետք է այդ խնդիրը լուծել։ Առաջադրանքը պետք է ի կատարածել։ Այս էր իր կարգախոսը։ Եվ այդպես էլ եղավ մարտի դաշտում։ Գնաց իր առաջադրանքը լուծեց,
բայց նահատակվեց։ Եվ հավերժացավ մեր հայոց արցախյան գոյամարտի ոսկե պատմության մեջ։ Ցավով տարանք իհարկե այդ կորուստը, մանավանդ ես, որ ես իրեն դեռ շատ վաղուց ճանաչում էի, բայց այդ զոհերը անխուսափելի էին։ Եվ պետք է ասեմ, որ իհարկե այդ նահատակությունը ավելի գեղեցկացեց եւ ավելի մեծացրեց այդ լուսավոր պատկերը, որ ես ունեի իմ մեջ, որպես Դավիթ Սարապյան։ Պատմում են, որ Դավիթը մարտի դաշտից վերադառնալիս ծաղիկներ էր բերում մորը, իսկ որդու հերոսությունների մասին մայրն իմանում էր ուրիշներից։ Տիկին Էմանն եզակի մայրերից է, որը ոչ մի անգամ մեր առջև այդ խնդիրը չդրեց, թե ինչու իմ որդին չվերադարձավ, իսկ դուք, որ իրան ամեն ինչով զիջում ենք, բոլորս էլ ճանաչում ենք, սա ոչ թե ձևականությունն է, ոչ թե բանը, գիտենք, մենք մեր գինն էլ գիտենք, իր գինն էլ գիտենք, Պարքասը։ Эмма Павловна часто к нам приходила в класс, беседовала с детьми. И всегда вот эта беседа была как между бабушкой и внуками. Когда мы были у нее дома, она всегда хотела их угостить чем-то сладким. И всегда, вот вы знаете, я бы очень хотела что подчеркнуть, я всегда удивлялась вот женщине, которая имела одного сына, она его потеряла, но не имеет ни внуков, никого, и вот столько мужества, столько силы было в ней. И я всегда приходила к ней с детьми, ее поздравляя на празднике. А однажды, проходя просто так мимо дома, я зашла к ней, и мы так сели вдвоем, поговорили, и первый раз я увидела у нее слезы. Она все время повторяла «балес, балес». Первый раз, когда она заплакала. А при детях она никогда не позволяла себе этой слабости. Երանի մեր ազգին, որ տենց մարդիկ ունենք։ Մոնթեն, որը բացարձակապես բացարձակապես փափկասիրտ, այդպես ասենք, մարդ չէր, լինելով ֆանտաստիկ ռոմանտիկ եւ բարի մարդ, ամեն ինչ թողեց, եկավ Դավիթ Հաղմանը։ Ասպետը ասպետին ճանաչեց հավասար։ Բոլորը իրան երախտապարտ են։ Որովհետեւ կայթակությունները շատ են, մենք էլ ի վերջո մարդ ենք։ Որոշակի պայմաններում արդեն պատրաստ ենք զիջելու եւ Դևային խարիքներից, արգելակներից մեկն է, որին մասին պարզապես հիշելով ասում ես լավ, հա, ստոպ, կանեցինք, մոռացանք, որտեղ այդ մարդուն դեռ պատասխան տանք, որտեղ հույս կա, որ ինչ-ինչ պայմաններում դեռ այդ կա։ Հիշողության մեջ որպես մաքուր անձ, լավ ինքեր եւ լավ հայ, ուղղակի լավ շիրակ հայ, որ ուներ իսկապես արեական եւ մարտական ոգի։ Եվ մեկ կարգախոս, պիտի անեմ այն խնդիրը, որ դրել է իմ առջև իմ հայրենիքը կամ իմ ազգը։ Եվ այդ էլ արեց։ Եվ իրեն հավերժ փառք։ Վարդենիս, Հադրութ, Շահումյան, Էրքեջ, Բուզլուղ, Ղարաչինար։ Այս վայրերն արդեն պահպանում են հերոսի մասին հուշերը։ Այդ հուշերն ու դևի շքանշանները պահում է նաև նրա դպրոցը, որտեղ այսօր դասարաններից մեկը կոչվում է Դավիթ Սարապյանի անունով։